վիճակը չստեղծվեց, որովհետև արդեն նրանց լիազորությունները ոնց որ դա էր խնդիրը, որ այս նույն մեկնաբանության բայց հաշվի առնելով, որ դիմումը սահմանադրական դատարան այն ժամանակ ներկայացրել էի ես, այն ժամանակ նախորդիվ մինչև ազգային ժողովի նիստը նման դիմում միջնորդություն ներկայացվել էր, որ հաշվի առնելով ազգային ժողովի падգամավորի վկայականը, անձինք պետք է արդեն ազատ արձակվեն։ Դատախազությունը այդ մեկնաբանությունը չէր ընդունել եւ դատախազության մեկնաբանությունը չընդունել է։ Իմ նույն նախկինում ներկայացված դիմումը եւ այլն բոլորը ներկայացվել են սահմանադրական դատարանին եւ այն կառուցվածքը փաստարկների, որը ներկայացվել էր, վերաբերում էր հենց դրան, որ կարգավիճակը ստանալու պահից պետք է լինեն ազատության մեջ։ Ինչպես էր հիմնավորել։ Դատախազությունը գտնում էր, որ քանի որ մինչև падգամավորի կարգավիճակ ձեռք բերելը անձանց նկատմամբ քրեական հետապնդում կա, հետեւաբար նշանակություն չունի, թե ինչ է եղել դրան հաջորդած ժամանակահատվածում։ Եվ սահմանադրական դատարանը ուղիղ արձանագրեց դատախազության մեկնաբանման հակասահմանադրական լինելը։ Հակասահմանադրական լինելը, իդեպ Տիկին Մամուլյանը թույլ չի տա խաբեմ, այդ ժամանակահատվածում նաև դատախազության ներկայացուցիչներից, թե Արթուր Դավթյանը, թե Գևորգ Բաղդասարյան իրենց անհամաձայնությունն էին արտահայտում սահմանադրական դատարանի նշված որոշման հետ, բայց որոշումը իհարկե կատարվել էր։ Այդ փաստորեն Աննա Վարդապետյանն է անտեսում ՍԴ որոշումը։ Բավարար դեռևս այդ արձանագրումը բավարար տվյալ դեռևս չունեմ, կհիմնավորեմ ինչի համար, որովհետև Դավիթ Ղազինյանի դեպքում գործը ուղարկեցին դատարան մինչև վկայականների տրամադրումը։ Բայց դա ինչ է նշանակում, դա Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Ոչ մի մարմին չկա, որ Դավիթ Ղազինյանի մասով գործ։ Այս պահի դրությամբ նաև թույլ տվեք նշված տվյալը բացահայտեմ։ Դավիթ Ղազինյանի գործը 3 ուղարկվել էր ռեկորդային արագությամբ հակակոռուպցիոն դատարան, արդեն տեղի է ունեցել մակագրումը։ Կա դատավորը, որ պետք է քննի Դավիթ Ղազինյանի գործը, Լևոն Պետրոսյանը, արդեն ներկայացվել է հրատապ միջնորդություն, որ վարույց ստանձնելու, դատական նիստ նշանակելու եւ Դավիթ Ղազինյանի խափանման միջոցի անհապաղ վերացման վերաբերյալ հույս ունենանք, որ չնայած դատավարական կնճռոտ սահմանափակումներին, մենք կունենանք իրավիճակ, որ անհապաղ նիստը կգումարվի։ Ես ներողություն եմ խնդրում, Հայկ Սուքիասյանի դեպքում տեղեկացված եմ, որ պաշտպանը եւս միջնորդություն ներկայացրել է դատախազությանը, բայց դեռևս պատասխանը չկա, ես դրա համար էի ասում, անտեսելու վերաբերյալ տվյալը եւ դիրքորոշումը երևի թե հենց այսօր արդեն կարձանագրեմ, երևի օրվա վերջ։ Բաղդասարյանը ասում էր, որ այլ միջնորդություններ կան այլ անձանց մասով, որոնք վերադարձվելու են կուսակցությունից կան տեղյակ եք։ Ճիշտն ասած դուք ավելի լավ եք տեղեկացված իր հայտարարություններից, քան ես։ Անկեղծորեն ես չեմ հետևել եւ մեծ ցավ եմ ապրում դրա համար։ Ներողություն եմ խնդրում, 2 րոպե ես ընդմիջում ունենամ ու բարձրանամ։ Փաստական հիմք ամեն դեպքում, փաստական հիմք չի ներկայացրել այս երկրորդ անգամ անձեռնմխելիությունը։ Պատկերացրեք նույն իրավական հիմք։ Տեսեք, նույն միջնորդությունը ըստ էության երկրորդ անգամ հարուցելու դեպքում դրանք կամ վերադարձվում են կամ առանց քննության են թողնվում։ Սա իրավական աքսիոմա է։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովում կան կենտրոնական ընտրական հանձնաժողովի աքսիոմաներ։ Դրանք իրավական հիմք չեն կարա դիտարկենք այս իրավիճակը, որ այս պահից արդեն Տիկին Մամուլյան ներկայացրել է միջնորդությունը 2026 թվականի հուլիսի 13-ին։ Հուլիսի 13-ը եւ հուլիսի 21-ը իրարից բավականին տարբերվող են։ Հետևաբար, քանի որ դատախազությունը ներկայացրել էր հուլիսի 13-ին, դատախազության հուլիսի 13-ի բովանդակությամբ միջնորդությունը ենթակա է մերժման։ Վերջնական չեն ամփոփել արդյունքները։ Հա, այսինքն դատախազությունը հուլիսի 13-ին։ Վերջնական ամփոփումը, սահմանադրական դատարանի որոշումը եղել է հուլիսի 5-ին։ Հուլիսի 5-ին կամ 4-ին։ Դրանից հետո նոր իրավական հիմք է ըստ ԿՀ-ն ամփոփել է մանդատների տրամադրումը հուլիսի 21-ին։ Դատախազությունը ներկայացրել է հուլիսի 13-ին։ Իրադարձությունների այս շղթան հավասար է ապօրինության, իրավունքի, ժխտողականության, պրիմիտիվ քաղաքական հետապնդման։ Կներեք։